2025 թվականի ընթացքում շտաբ բժշկական օգնության ծառայությունը սպասարկել է շուրջ 307,000 կանչ, ինչը 3% ավելի է նախորդ տարվա ցուցանիշից։ Աճը պայմանավորված է մայրաքաղաքում բնակչության թվի ավելացմամբ։ Անցած տարվա ընթացքում ըստ շտաբ բժշկական օգնության տնօրենի ձեռքբերումներ են ունեցել։ Օրինակ, սեփական միջոցների հաշվին լիզինգի տարբերակով գնել են շտաբ օգնության 7 մեքենա։ Այնինչ ոլորտի փորձագետները հակառակն են պնդում, ասում են, Mercedes գնելը ամենևին էլ ձեռքբերում չէ, փոխարենը կարող են կարգավորել ապահովագրական շրջանակում կանչերի թիվը, քանի որ ըստ պաշտոնական տվյալների տարեսկզբին նկատվել է կանչերի շուրջ 35% նվազում, որը մասնագետները պայմանավորում են նաև կանչերի կարգավորման նոր մեխանիզմներով։ Կանչ գրանցելուց որևէ դեղորայքի բացակայություն չի եղել, վստահեցնում է Գրիգորյանն ու հավելում, միանշանակ կողմ են կանչերի սահմանափակմանը։ Պետության կողմից երաշխավորված անվճար հիմունքներով սպասարկվելու է մինչև 8 կանչը, իսկ 8-ից ավելի կանչերի դեպքում ծառայությունը կդառնա վճարովի։ Մեկ կանչի արժեքը սահմանված է 10,000 դրամ։ Անձնակազմը վարորդ, բժիշկ, բուժքույր, մեքենա գնալ ու նման կանչերի պատճառով իրական հրատապ, շտաբ բուժօգնության կարիք ունեցող մարդկանց կանչերը ուշանում են։ Այսինքն ես իմ սուբյեկտիվ կարծիքը ազատեմ, ես միանշանակ կողմ եմ սահմանափակմանը ու դեռևս 2025 թվականի արդեն կեսերից ինքներս պայքարում էինք իրանց հետ, տարբեր հեռախոսազրույցներ էինք ունենում։ Առողջապահության ոլորտի փորձագետները արդեն իսկ արձանագրում են ընտանեկան բժիշկների մոտ քաոս է ստեղծվել, քանի որ շտաբ օգնության կանչերը նրանց են փոխանցվել։ Փորձագետի խոսքով կանչի փոխանցման ժամանակ չկա հստակ կամ հստակի մոտ իդենտիֆիկացիա։ Ոչ մասնագետ հեռախոսավարների շնորհիվ է որոշվում քաղաքացիների կյանքին վտանգ սպառնում է, թե ոչ։ Այնինչ Գրիգորյանի խոսքով, եթե մարդը տարվա ընթացքում 20 կամ 30 անգամից ավելի շտաբ օգնություն է կանչում, դա նշանակում է, որ նա բուժհաստատությունում բուժման կարիք ունի։ Սխալ դիֆերենցիացիան բերելու է նրան, որ կանչի փոխանցումը ընտանեկան բժշկին եւ ընտանեկան բժշկի 2 ժամով, եթե լավագույն դեպքում անգամ այսպես հիպոթետիկ որոշենք, որ հասնելու է ընտանեկան բժիշկը, դա բերելու է նրան, որ ժամանակ են կորցնելու եւ բաց ենք թողելու այնպիսի լուրջ ախտորոշումներ, ինչպես հիպերտոնիկ կրիզն է, ինչպես օրինակ ուղեղի այրաշրջանառության խանգարումներն է, սրտամկանի ինֆարկտը եւ այլն, եւ այսինքն մենք ունենալու ենք մահացության բարձրացում։ Շտաբ օգնության ամենահաճախակի կանչերը գրանցվում են սրտանոթային հիվանդությունների, սուրշնչառական վարակների եւ գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարումների դեպքում։ Կոտրվածքների հետ կապված կանչերի մասին դեկտեմբերի վերջից մինչև հունվարի առաջին շաբաթը գրանցվել է ընդամենը 22 կանչ, հիմնականում 60 տարեկանից բարձր անձանց շրջանում։ Թունավորումների դեպքերը եւս սակավաթիվ են եղել, ընդամենը 5 կանչ։ Ցուրտ եղանակը շարունակում է դժվարություններ ստեղծել շտաբ օգնության անձնակազմի համար, հատկապես Սարիթաղում եւ Նորքում, որտեղ նեղ փողոցները հաճախ խոչընդոտում են մեքենաների տեղաշարժը։ Անհրաժեշտության դեպքում բուժաշխատողները կանչի վայր են հասնում ոտքով։ Գրիգորյանի խոսքով, այս տարի կառավարությունը նախատեսում է ավելացնել շտաբ բժշկական օգնության ֆինանսավորումը։ Կանչի արժեքի բարձրացման դեպքում կբարձրանան նաև բուժաշխատողների աշխատավարձերը։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։